Ուզում եմ արձանագրենք նշանակությունը, թե ինչ է նշանակում հայտարարության իմաստը եւ գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ եւ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում եւ այն այլևս գործնական իրականություն եւ իրողություն է, իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը, էլի չեմ կարող չընդգծել, որ գուցե մենք թերագնահատում ենք այդ գործոնը, մենք պետք է արձանագրենք, որ մենք որպես պետություն եւ որպես հանրություն մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Մենք նոր քայլ-քայլ սովորում ենք եւ այդ process-ը չափազանց կարեւոր է եւ մենք էլ նույնիսկ մեր լեզվա մտածողության կամ մեր արտահայտչած ձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը եւ շատ փոքր եւ դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն եւ ենթագիտակցություն եւ սա նորմալ է, որովհետեւ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է, բայց լավ լուրն այն է, որ գործնականում եւ գետնի վրա կան արդեն իրողություններ, որոնք մեզ պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ հոգեբանությունը հաստատվի, բայց մյուս կողմից կա ահռելի գործնական աշխատանք, մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք, որոնք են այդ գործողությունները, նախ պետք է դրանք արդեն դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ եւ նաեւ իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես TRIP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, նաեւ մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունների ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, որովհետև այսինքն կապ չունի այդ տվյալ դիմումը արդեն մուտք ա եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է, այսինքն այլևս այդ հարցում թեականություն չկա, դա լինելու է, թե չի լինելու, հետեւաբար մենք այսօրվանից մեր process-ները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով եւ ժամկետներում իրականացնենք եւ սա լավ առիթ է, միջայլոց մեր գործընթացները մի հատ այդ աչքով էլ նայել, տեսնել ինչ ավելորդ քաշքշուկներ ունենք, առիթից օգտվենք եւ այդ հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում նաեւ այդ թեմային կանդրադառնանք